փողոցը ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու կապակցությամբ։ Այդ պահանջը 10 օր է, որ ստորագրահավաք է տեղի ունենում Երևանում, կազմակերպել են Աջակցենք սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Այդ կապակցությամբ մենք խոսք կտանք Տիգրան Մարտիրոսյանին, որն էլ ներկայացնում է այդ նախաձեռնությունը։ Տիգրան, խնդրում եմ մի փոքր ներկայացրեք, ինչպես եղավ, որ ստեղծվեց այս նախաձեռնությունը, ինչու հենց հիմա որոշեցիք, որ այդ հարցով պետք է դիմեք հանրությանը եւ ստորագրահավաք կազմակերպեք։ Նախաձեռնությունը կոնկրետ Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց ունենալու նպատակը դեռ վաղուց էր, խոսակցությունները, քննարկումները համացանցում դեռ 2-3 տարի առաջվանից սկսեցինք խոսել դրա մասին, երբ առաջարկել էինք, որպեսզի քաղաքապետարանը նորակառույց պողոտան, որը Կիևյանից անցնում է դեպի Ծովակալիսակովի պողոտա, անվանակոչեն Մոնթեի անունով, չնայած դեռ հաստատված չի քաղաքապետարանում, պատճառաբանելով, որ այդտեղ շենքեր չեն լինելու բնակելի այդ փողոցի վրա եւ մարդկանց անձնագրերում հասցեում չի նշվելու Մոնթեի պողոտա։ Դեռ այդ ժամանակվանից մենք քննարկում էինք, որ ճիշտ կլիներ ցանկալի էր նաեւ Երևանում ունենալ Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց եւ տարբեր հարթակներում, տարբեր քննարկումներում ավելի շատ շեշտադրվում էր Լենինգրադյան փողոցը, որ կարելի է փոխել։ Բացի այն, որ կարելի է փոխել, մեր կարծիքով նաեւ անհրաժեշտ է Լենինգրադյան փողոցը անվանափոխել մեր նորօրյա եւ հատկապես արցախյան հերոսների անուններով, ինչու որովհետեւ Լենինգրադ անունը ինքնին կապված է Լենինի անվան հետ, իսկ Լենինի անունից վաղուց պետք է ազատվել, ոչ թե նրա համար, որ այն խորհրդային ժառանգություն է, այդպիսի կարծիքներ էլ կան, որ մենք խորհրդային ժառանգության դեմ ենք պայքարում, բնավ ոչ, օրինակ Միասնիկյանի փողոցը մեր կարծիքով անհրաժեշտություն չկա փոխել, որտեղ Միասնիկյանը լուրջ ներդրում ունի հայկական իրականության մեջ։ Մեր խնդիրը ոչ թե սովետական ժառանգությունից ազատվելն է, այլ կոնկրետ Լենինի անունից ազատվելը, որովհետև Լենինը իր ոչ հայանպաստ քաղաքականությամբ բոլորիս հայտնի է, կարծում եմ անհրաժեշտություն չկա մանրանալ, թե ինչով, եթե կարիքը լինի կարող ենք այդ մասին էլ զրուցել։ Ընդհանուր այսքանը։ Ստորագրահավաքը երբ եք սկսել, երբ եք Ստորագրահավաքը ամռանը եւս քննարկում եղավ, ասուլիս տվեցին, որ ուզում էինք սկսել, բայց քանի որ ամռանը արձակուրդային շրջան էր, հետաձգեցինք եւ արդեն 10 օր ավել է սկսել ենք, ամեն կիրակի նախատեսել ենք հավաքվել Մաշտոցի պուրակում ժամը 3-ից մինչև 5-ը, ովքեր ներգրաված են process-ի մեջ, բերում են իրենց հավաքագրած ստորագրությունները, կցում ենք իրար, հաշվում ենք եւ նպատակ ունենք մոտավորապես մինչև նոյեմբերի 22-ը Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը հավաքել անհրաժեշտ քանակը, մոտ 8000 պիտի հավաքվի։ Այսօրվա դրությամբ քանի ստորագրություն ունեք։ Մոտ 2000-ի կարգի ունենք արդեն եւ կարծում եմ մինչև նոյեմբերի 22-ը կհասցնենք 8000-ը հավաքել եւ դիմել քաղաքապետարան, որպեսզի դնեն ավականուն լիստին եւ քննարկեն հարցը։ Այդ 8000-ը բավարար է, որ արդեն ըստ օրենքի Երևանի բնակչության 1%-ի ստորագրությունները բավարար են, որպեսզի ավականուն լիստում հարցը դրվի, մոտավոր հաշվարկով 8000 ստորագրությունը բավարար պիտի լինի։ Եթե Տիգրանին հարցեր ունեք, կարող ենք հարցեր լսել, եթե ոչ, խոսքը արդեն փոխանցենք Սարգիս Հացպանյանին, բոլորը իրեն ճանաչում եք որպես տարածաշրջանային փորձագետ եւ վերլուծաբան։ Պարոն Հացպանյանը նաեւ գրվել է ջոկատում Լեոնիդ Ազգալդյանի, նրա մարտական ընկերներից է։ Փորձենք ներկայացնել, թե ընդհանրապես ինչպիսի մարդ է, ինչպիսի հրամանատար եւ արդյոք դուք գտնում եք, որ կա անհրաժեշտություն այդ մարդու անունով իրոք ունենալ Երևանում փողոց։ Բնականաբար, հա, առանց Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց կամ բողոք ունենալ, դա երևի մեր բոլորի ամոթն է։ Իսկ 25 տարվա անկախ Հայաստանի պայմաններում այդպես ալ չեղավ, ու ամոթը ավելի շատ գիտեք հանրապետական կուսակցությանն է, որովհետեւ Լեոնիդ Ազգալդյանը նախքան ազատագրական բանակի հիմնադրումը եղել է անկախության բանակի հրամանատար 1990-ից մինչև 91-ի հունիսը, չէ 91-ի հունիսը, երբ մենք արդեն հիմնադրեցինք ազատագրական բանակը,
Լեոնիդ Ազգալդյանի անշուշտ գլխավորությամբ ու անկախության բանակը հենց այսօրվա քաղաքապետ հանդիսացող Դարոն Մարկարյանի հայրիկն էր Անտրանիկը Մարկարյան, Աշոտներ Նավասարդյան եւ մնացած բոլորը, որոնք այսօր այսպես ասած նախկին քվարտիա են գոչում հանրապետական կուսակցության մեջ, հենց հանրապետական կուսակցության ռազմական թևն էր։ Մինչև ապա ռազմականացման որոշում կայացնելը կուսակցության ու ուզում ասել հենց հանրապետականներ այսօր իշխանության օրոք եւ Լեոնիդը այսպես հանդեսված քաղաքապետարան ինձ թվում է Դիկրանի ասածները այդ տեխնիկական հարցերն են, չգիտեմ ինչքան դոգոսը պիտի բնակչության թիմի եւ այլն ու զարմանալի է որ հանրապետականի օրոք նրա իշխանության օրոք այսպեսի ամոթ ենք մենք ապրում դա իմ անձնական կարծիքն է Կալով Լեոնիդը ըստ ինձ անշուշտ ես իրեն Հայաստան իմ գալուցս մի 2 շաբաթ հետո եմ ճանաչել եւ մինչեւ իր անմահանալու օրը 21 հունիս 1992 թիվ գրեթե ամեն օր իրար ենք եղել նա եղել է մեր հրամանատարը բոլորիս շատ հարգելի շատ սիրել անձնավորություն որը դարբերում էր մնացած բոլոր ցես ցանոթ կամ անցանոթ աթաշտային հրամանատարներից դա ֆիդայի չէր նա հայ զինվոր գերդեց նա անունը հենց ջոգադի հadouk այդպես փանակ լինելը թեւի փանակի գառուցման ուրեմն իղծի ցանկության արտահայտություններ ուրեմն չէր կարողանում հանդուրժել մահվան պատրաստ հայ ասում եմ չեմ հասկանում այդքան ենք մահացել այդքան ենք զոհվել վերացել այս աշխարհից հիմա այլ մերն ենք մենք պիտի ապրենք ինքը պատկամ ուներ որ ապրելու պատրաստ զինվորը կարող է Հայաստան գերդի եւ նրա այդ կարգախոսը սա Հայաստանը եւ վերջ Արցախում Շահունյանը իբրև ֆորպոստ տիդող այդ մեծ հրամանատարի պատկամը հիմա արդեն դարձել է թևավոր խոսք մեր ժողովրդի կողմից եւ ես շատ ուրախ եմ ու հբարտ որ Դիկրանին վաղուց եմ ճանաչում նման բայզար ուրեմն սերունդի ներկայացուցիչ մեր երդասարտություն այսօր այդ պատկամի ուղով են ընթանում որ քոնե հիշադակվի Լեոնիդ Ազգալդյանը հիմա անվան հետ կապված ես մի փոքր անհամաձայնություն պիտի հայտնեմ գիտեք ես Ֆրանսիայից եմ Ֆրանսիայում Ստալինգրադ մետրո կա ամենահայտնի մետրոն է երբեք չի փոխվել Ֆրանսիայում ինչքան ուզես քաղաքապետներ փոխվեցին քաղաքապետարանների բան Ստալինգրադը է այսինքն ամբողջ մարդկությունը գիտի որ եթե չլիներ Ստալինգրադը չէր լինի ֆաշիզմի բարդությունը չէ հա նացիների Պատմությանը պիտի թողնել ինձ թվում է Լենինգրադը նաև շատ հետաքրքիր է անվան համար եմ ասում ասում եմ ոչ այդքան Լենինի անվան հետ այլ աշխարհի պատմության մեջ ամենամեծ շրջափակման թեմ թիմադրության օջախի ու դա մարդկային հպարտությունն է որ դրանք չձնգեցին Լենինգրադի ամբողջ այդ բնակչությունը եւ այդքան երկար թիմադրել ֆաշիզմին դա իրոք որ հարկարկի արժանի բան է Ինձ թվում է կարելի է այլ ուրեմն հանգաման գտնել անպայման չի առաջարկել այսինչ բանի դեղ այսինչ բանը այլ ուղղակի առաջարկել Լեոնիդ Ազգալդյանի անունով դեղ հա ու դա կարող է չգիտեմ իր ապրած փողոցը լինի երկու տարբեր փողոցներում ապրել Բաբայան փողոց եւ Ֆուրմանով փողոց ապրել է հենց Մաշտոց խորենացի ներողություն Խաչմերուկում Գիսանտրին որ գա հենց Մաշտոցի բուրագից մի քանի քայլ ներքև որ ամեն տարի մենք հավաքում ենք այդտեղի ուրեմն այդտեղին հարող ինչ որ փողոց Մրավյան դպրոցն էլ ավարտել Զաքյանի փողոց առաջարկները հենց այդպես եմ ասում ինքը շատ բադահապար ուրեմն ծնվել է Թիֆլիսում ընդհանրապես կապ չունի Թիֆլիսի հետ որևէ առնչություն չունի բայց ծնունդով Թիֆլիսից է մայրը միմյան գնացել է Քյավառից հայրը եղել է Ռուբեն Ազգալդյանը ուրեմն բանի շրջանի քարտուղարը Քյավառի այսպես ասած ռայգոմի քարտուղար եւ ծննդապետության համար մայրը գնացել է Թիֆլիս որտեղ քյուղական պայմաններում վախեցել են բادرազմային ժամանակահատված պատկերացնեք չէ ուրեմն խորհրդային միությունը պատերազմը եւ ծննդապետությունը տեղի ունեցել Թիֆլիս քաղաքում Վրաստան եւ ծննդապետությունից երևի 1 թե 2 ամիս հետո ելան վերադարձել Քյավառ այդպես Թբիլիսյան խճուղի ունենք չէ որ գնում է ամբողջ շրջանով մեկ եւ այլն ուզում ասել ես ինքս անց որ Լենինին բոլշևիզմի մասին 1001 հոդվածներ գրած մարդ հաղորդումների մասնակցած եւ գրտնայի ավել պատճառներ ունեցող Լենինի անունման ընդհանրապես չի հիշադակման հետ
Լենինգրադ անունը չեմ խառնում Լենինի հետ, ինքս ինչքանալ իր անվան բաղադրիչները գրի, դա թիմադրության բան է եւ մենք եւս թիմադրեցինք Ադրբեջանին, դա ճիշտ չի։ Երկրորդը Զովագալ Իսագով, ես 3 շատ բադահապար այստեղի մասին արդեն պայմանավորվածություն կար, իմացա որ Զովագալ Իսագովի ուրեմն անվան Բողոդան արդեն անվանափոխվել է եւ ամերիկյան Բողոդա է կոչվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանը որ կա չէ, այդտեղ ու զարմանալի է իմ համար, որ հարաբերականը որ իրեն նժդեհական է, չէ, նժդեհի քաղաքապարախոսությանը հետևորդ է համարում, ինչպես կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվամբ Բողոդա լինի Երևանում, երբ Արևմտյան Հայաստանի ամբողջ բռնազավթումը այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է շարունակվում, այդտեղ են Ամերիկայի բազաները, Գիլիգիայի Ինջիրլիկի բազան, որ հայաբատկան է, այդտեղ է Ամերիկային անունով եւ այլն, այսինքն մեզ մեր հայրենիքը փնորանը բռնազավթուղի անունով Բողոդա տնել ինձ թվում է հարիր չի մեր մայրաքաղաքին ու զարմանում եմ ես այդ առումով, եթե անշուշտ ճիշտ է ինձ ստացած դեղեցությունը 3 երեկոյան եմ իմացել, զարմացած էի, չեմ ստուգել դրա համար, եկեք պայմանական ընդունեք իմ խոսքերս, այսքան երևի Լեոնիդի մասին այդքան բան կարող ենք ասել մենք, ես ինքս չեմ, ես ճանաչել եմ բոլորին, Մոնտեին Թուրսից գիտեմ շատ մոտիկից, չի գա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մեկը, որը կարող է համեմատվի Լեոնիդ Ազգալդյանի հետ, դա բացառվում է։ Այսինքն այդ աստիճանի մեծություն եւ բոլոր այդ հրամանատարության տարբեր ճոգադային, ոչ ճոգադային, փանագային եւ այլն ճանաչելով եմ ասում, ամեն ինչով դարբերվող, ինտելեկտով, իր հարկալիր գեցվածքով, ձխել չի գա, խմել չի գա 12-ից 14 ժամ ամեն օր զինվորական վարժություններ, յուրաքանչյուր զինվոր պատրաստ էր, ուրեմն յուրաքանչյուր զինադեսագին դիրապետածի կարգավիճակով ցանկացած իրավիճակում ռազմական գործողություններ անել, Լեոնիդ Ազգալդյանին ենք մենք պարտական 27 ռազմական գործողություն, ըսկանչելի գործողություն, որտեղ ուրեմն միայն հաղթանակ, միայն հաջողություն, թեթև երկու վիրավոր, 6 զոհ իրեն այդ գործողություններից հետոյվա ժամանակաշրջան արդեն Թալիշի անգում Շահումյան, այդ մի ամսվա ընթացքում ենք տվել այդ բոլոր զոհերը, չի գա նման օրինակ բան, այսինքն իրոք հայոց պատմության մեջ չի գա, ուստի ես տեսել եմ այդ մանվելներին, սեյրաններին, հայգազներին եւ մնացածին, նրանց անուն նույնիսկ չի կարելի այսպես ասած հորջորջել Լեոնիդի անվան տակ, բայց նրանք ովքեր որ այսօր թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախի Հանրապետությունում ազգային հերոսի կոչում ունեն, չես համեմատի Լեոնիդի հետ եւ նրանցից կոնե մի քանիսին ես անցամ գիտեմ, որ սա իրենք բարձրացան խոստովանել են, օրինակ Արկադի Դերտաթեոսյանը, խնդրում եմ գնաք հարցրեք, ազգային հերոսի կոչում ունի, գնացեք հարցրեք, ով է Լեոնիդ Ազգալդյան եւ ինքը ինչքան ճիշտ կքննադի այդ մարդուն։ Պարոն Հատկանյան, փաստորենականատեսի աչքերով մենք գնահատեցինք, որ իրոք պարտադիր է անհրաժեշտ է ունենալ եւ պարտադիր չէ այդ փողոցը անվանակոչել, այլ ունենալ։ Հիմա Տիգրան, այսպիսի մի հարց, եթե նոյեմբերի 22-ին ավարտվի ստորագրահավաքը եւ ձեր քայլերը տանեն նրան, որ դուք դիմեք եւ մերժվեք, այդ դեպքում ինչ պետք է անեք։ Կա այլ տարբերակ ինչ որ առաջարկներ։ Այլ տարբերակ դեռ չենք քննարկել, բայց իհարկե կքննարկենք, կմտածենք եւ քանի որ մեր առաջնային նպատակը Ազգալդյանի անունով փողոց ունենալն է, բնականաբար կփորձենք այլ տարբերակներով առաջնորդվել։ Այսինքն Տիգրան, եթե ձեզ առաջարկվի անվանակոչել մեկ այդ փողոց, մեկ այդ տարբերակը կքննարկենք, եթե ասենք լինի օրինակ խուլ ինչ որ փողոց երրորդային, չորրորդային, բնականաբար այդքան էլ նպատակահարմար չի լինի մեր կարծիքով, բայց եթե հենց գործող փողոց լինի, որտեղով շարժը շատ կլինի, բնականաբար կարելի է անվանակոչել։ Այլ հարցեր։ Ճիշտ ասած մենք հրավիրել էինք նաև պարոն Գինոսյանին, բայց ինքը զգուշացրել էր, որ նախարարի մոտ հանդիպմաններ լինելու չկարողացա միանալ։ Լավ, եկեք ես Գագիգի հետ ձեզ հետաքրքիր բան պատմեմ, հա։ Գագին ճանաչում եք, չէ՞, բոլորդ Գինոսյան, հա, մեզ հարազատ բոլորիս
արդագարգ անձնավորություն, իրոք մեծ գործ կատարող հայորդի, այդ տղան երբեք չի հանդիպել Լեոնիդ Ազգալյանին իր ամբողջ կյանքում, հա։ Եվ պատկերացնում եք, նա եկավ մեզ միանալու 93 թվականին, այս մայրաքաղաքը հիմնադրած Ալեքսանդր Թամանյան Ջարդարաբեդի թոր գրծեր Ալեքսանդր Թամանյանի, ուրեմն մտավորականներից պահակացած ֆիզիկայի ինստիտուտի ճոգադով, Ալեքսանդր Շուրիկ, այսին Ալեքսանդր Թամանյան արդեն Լեոնիդին, այսպես ասած, օգնականի գարքավիճակով փանագում էր, բայց ինքը ստեղծեց առանցի մահաբարտների ճոգատ, շատ լավ հիշում եմ, 92-ի վերջը, 93-ից Գագիկը երբ որ միացավ, առանց տեսած լինելու իր, այսպես ասած, կենթանության ողջ ժամանակ Լեոնիդին, այսինքն իր հրամանատարության ներքո որևէ բանին ագանադեսը չլինելով, ինչքան յուրացրեց Լեոնիդ Ազգալդյանին, ես Գագիկին առաջին հոդվածն եմ հիշում առավոտ թերթում, որը պատմում էր սա, ինքը ինչպես եկավ միացավ ռազմական կառույցին, ազատագրական բանակի հրամանատարությանը եւ ինչպես այդ մթնոլորտը իր վրա ներազդեց, իրոք որ այդ որ աստվածաշնչյան ճշմարտություն կա, նմանն նմանին կդանե, հա, նմանը նմանին գտնում է եւ այդտեղ այդ ռազմական կառույցում Գագիկի նմանները հետո նույնիսկ միացած լինելով կդան իրենց նմաններին, որոնք իրենց բարգեշտությամբ, ազնվությամբ, ճշտաբահությամբ եւ այլն են ուրեմն աչքի ընկնում եւ դարբերվում մնացածներից եւ Գագիկը դեռ հենց առաջին իր մասնակցության ժամանակ ուրեմն հրասայլ խփեց, դաշնամութանքը խփեց ֆագոտով ու մեզ համար շատ մեծ բաներ իրարանցում էր, որ թանկը իրոք իրավիճակ է փոխում պատերազմային իրավիճակում ու բոլորիս սիրելին այսպես ասած դարձավ, թե մահաբարտների ժամանակահատվածում իրեն յենսակրությունը ռազմականողին, թե ուրեմն ճոգադային մեր ազատագրական բանակի Ալեքսանդր Թամանյանի հրամանատարության ժամանակ Գինոսյանի վաստակը շատ մեծ է ու սա իմիջայլոց բարձրապես հիմա այս ռոբեին ֆիզիկապես բացակայ է ինչ որ հարկելի պատճառով կամ ուշացման պատճառով Գագիկը, բայց պետք է իմանալ էլի որ նույնիսկ այսպես ասած իր ժամանակում չեղած մարդը հետո ինչպես է կարողանում սերդել եւ բոլորը գիտեք որ տարբեր արիտներով Լեոնիդ Ազգալդյանի թե ամմահանալու թե ծննդյան դարեթարցներուն երբ որ միջոցառումներ են լինում Գագիկը ներկայացնում է, պատմում է եւ շատ ճիշտ է պատմում, շատ ճիշտ է արդացոլում, դրսևորում Լեոնիդին ներկայացնում հասարակության մեր ժողովրդին, սա փաստ, որ Լեոնիդի մեծության մասին է խոսում։ Լավ, եթե հարցեր չկան, Տիգրան, ձեզ մաղթում ենք ձեր գործում հաջողություն եւ ինչպես Լեոնիդ Ազգալդյանը կասեր, սխալ են ասում, երբ ասում են արյունով են հողը պահում են սիրելով, թող սիրելով են հենց այդ գործին, նվիրվեն այն մարդիկ, որոնք իրոք սիրում եւ հիշում են նրան եւ սիրելով էլ ձեզ աջակցեն, որպեսզի կարողանաք հասնել հաջողության։ Շնորհակալություն։